Ողջույն։ Այսօր տեղեկացանք, որ հակակոռուպցիոն կոմիտեն էլի մտել է Երևանի քաղաքապետարան ու երկու պաշտոնյայի տարել իր հետ։ Մտքովս մի պահ անցավ, կարող է Ավինյանի հետևից են եկել, ասենք Անիվի թեմայով։ Չէ, ինչ եք ասում։ Ավինյանն ուր, կոռուպցիան ուր։ Չգիտենք ում են տարել։ Ըստ երևույթին կոալիցիոն ընտանիքից։ Դժվար թե ոչ կուսակցականին քաղաքապետարանում այնպիսի պաշտոն տային, որտեղ կոռուպցիայի հնարավորություն կա։ Կարճ ժամանակ անց իմացանք, որ դարձյալ կաշառք ստանալու դեպքի շրջանակներում հակակոռուպցիոն կոմիտեն մտել է քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին։ Մի քանի օր առաջ ձերբակալվեց ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու վարույթի շրջանակներում։ 5 ամիս է ինչ պաշտոնավարում է ու արդեն մեղադրվում է։ Ու ուշագրավ է, որ սրանք հենց կոռուպցիոն բացահայտումն անում են, մինչ պաշտոնապես հետևից ընկնելը հեռացնում են պաշտոնից, որ բռնվելու ժամանակ արդեն նախկին լինի։ Նույնը Շենգավիթի թաղապետարանից բռնված 11 հոգին էին, նույնը ՍԱՏՄ պետներ։ Մի քանի օր առաջ հրաժարական տվեց Էջմիածնի համայնքապետը, ով իմանա, կարող է հաջորդը ինքն է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տուգանքի մշտական մատերիալներից էր, սկեսրայրին, սկեսրոճը լավություն էր անում պետական պեչատով, ամուսնու գազալցակայանում էլ իրար էին սպանում։ Այս իշխանության ղեկավար մարմինների կոռուպցիայի մեջ թաղված լինելու մասին արդեն խոսում են ամեն ուր, ամեն տեղ, ու հանրությունը ինքը արդեն վաղուց խոսում է, թե ՔՊԱ-ներից ում ինչ է պատկանում։ Երեկ Երևանի կենտրոնում, որտեղ կառուցվում են շքեղ առանձնատներ, վթարի ենթարկվեց բետոնատար։ Եղավ պայթյուն հրդեհ։ Շրջակայքի բնակիչներն ասում էին, որ շենքերից մեկը կառուցվում է Ալեն Սիմոնյանի համար։ Ալենը գնացել էր դեպքի վայր, թե ով էր ասում դա իմն է։ Ալենին ասեք, մի հատ էլ Ձորաղբյուրի պալատներից ուղիղ մտնի, ասի իմը չէ։ Ինչքան ուզում եք հերքեք։ Նիկոլը օդում կախված տեղեկությունների համաձայն նշում էր, որ այսինչը այսինչինն է, ու որ հանրությունը խոսում է, ուրեմն մի բան գիտի։ Դուք եք սովորեցրել մարդկանց այդպես մտածել։ Ուղղակի դուք ում որ օդում կախված լուրերով մեղադրում էիք, պարզվեց սուտ էր, իսկ ձեր մասին իրականությունը ամբողջությամբ դեռ կբացահայտվի, երբ արդեն չլինեք պաշտոնի, կիմանանք ում անունով ինչ եք գրանցել ու ինչ փողերով։ Վերջապես կիմանանք, օրինակ, նորահայտ օլիգարխների փողը Արագիլն էր բերել, թե իրականում նա ընդամենը շիրմա էր, որ պետք է փակի իրական օլիգարխներին։ ՔՊԱ-կան պատգամավորը խորհրդարանում խոսում էր էլի Հովիկ Աբրահամյանի մոնումենտի պալատներից, ասում էր կոռուպցիոն հուշարձան են, մեկ էլ չեմ հիշում, որ դեպքից էր խոսում։ Այդ կոռուպցիոն հուշարձանը այլևս Հովիկ Աբրահամյանինը չէ, հիմա ձեր մոտի օլիգարխինն է։ Հովիկ Աբրահամյանը 30 տարի պաշտոնի էր, տուն էր սարքել, ձերոնք նրա սարքածը գալիս առնում են, ձեր իշխանության գալուց ընդամենը 1-2 տարի հետո։ Հիմա ով է կոռուպցիայում չեմպիոն։ Դե էլ համեմատություն մի արեք, դուք եք, դուք։ Դուք այս ամենի բացատրությունը չեք կարող տալ հանրությանը, իսկ ժողովրդի մոտ ողջամիտ կասկածներ կան, թե այդ ոնց միանգամից հարստացաք։ ՔՊԱ-կան Հակոբ Արշակյանն ասում է, իշխող խմբակցությունից ով է հարստացել, խնդալու է, չէ։ Ու հավելում, եթե պաշտոնյա չլինեի, ավելի հարուստ կլինեի։ Եկել էիք պաշտոնի, հայտարարագրումդ սաղ զրո էր։ Ասում էիք զրո է, որովհետև մեզ թալանել են, իսկ հիմա ասում եք, այ որ պաշտոնի չգայինք, ավելի հարուստ կլինեինք։ Լրագրողը ընկնում է Ավանի թաղապետի հետևից, թե առանձնատների բիզնեսը ինչ փողով է կանում, թողնում գնում է, ինչի։ Ձեր Նիկոլն էր ասում, ամեն մարդ պետք է իմանա, որ պաշտոնյան ինչ միջոցի է տիրապետում և որտեղից։ Օրինակ, ով գիտի, թե SMS-ով պաշտոնանկ եղած գնել Սանոսյանի թոշակառու անունով մոտ $230,000 արժողությամբ տունը ոնց է սարքվում։ Հակակոռուպցիոն կոմիտեն իբր վարույթ էր սկսել, բան չգտավ։ Քննողն էլ Սասուն Խաչատրյանն էր, որը էլի կենտրոնում տանտեր դարձավ, էլի կասկածելի կերպով, Քոչարյանին կալանքի տանելուց հետո։ ՊՎԾ-ն մի թեթև ուսումնասիրում է Լոռու, Կոտայքի մարզպետարանները $4 միլիոն խախտում է հայտնաբերում։ Ասում են կոռուպցիա չէ, անճշտություն է։ Մալադյեց։
Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանի քեռին Վեդի համայնքից 100 միլիոնավոր դրամների տենդեր է շահում։ Կոկորդիլոսագետը արդարանում է, ասում է՝ «Էհա, բայց բոլոր տենդերները չի շահել»։ Դիլիջանի համայնքապետը իր եղբորը էժանով տարածք է տալիս ու տուգանվում է ընդամենը 200,000 դրամով։ Լավ չի։ Մարմուլում կարդում եմ Գյուլագարակի ՔՊԱ-ական համայնքապետը 40 միլիոն դրամանոց հողը 180,000 դրամով վաճառել է քրոջ որդուն։ Լավ չի։ Ֆինանսների նախարարը, որ ՔՊ-ի հիմնադիրներից է, 1.5 միլիոն դոլարի վարկ է ստանում։ Երևանի ՔՊԱ-ական փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառուհայրը 1.5 միլիարդ դրամ վարկ է ստանում ու 100 միլիոն դրամից ավելի նվեր կառավարությունից։ Լավ չեն որն է, ուղղակի փայլ ունա։ Արայիկ Հարությունյանի եղբայրը ինչ-որ խոշոր բիզնեսմեն է դարձել, այն մի ՔՊԱ-կանի ամուսինը խանութներ է բացում, սկեսրայրը ոսկու խանութ է բացում, պատգամավորուհին ասում է՝ «Էհա, ես չեմ բացել, սկեսրայրս է բացել»։ Անգամ ամենահարիվ ՔՊԱ-ական պատգամավորը իրեն դզել, փչել է։ Թվում էր, թե Հովիկ Աղազարյանը խեղճ ու Նիկոլից ոչ պակաս հարիվ է, պարզվում է 300,000 դոլարի վերաբերյալ քրեական գործ կա վրան։ Իսկ որ Աղազարյանի հետ չթարսվեին, այդ պատմությունը ջրի երես դուրս կգար, չէր գա։ Այդպիսով կարող է ողջամիտ կասկած լինել, որ եթե ամենից հարիվ Աղազարյանը 300,000 դոլարանոց մի դրվագի վրա բռնվել է, մյուսները պատկերացնում եք, թե ինչ թեմաների մեջ են։ Ու վաղը այդ սաղ բացահայտվելու է, չէ։ Այս դրվագները դեռ բացահայտում են մամուլը, բլոգերները, ընդդիմադիրները ու ոչ մի արդյունք։ Թքած, կպցրած մանկապարտեզների շարք են սկսել ընդդիմադիրները, Շենգավիթում, Նոր-Նորքում, բացահայտում են, որ 100 միլիոնավոր դրամներ են մսխվել ու կառուցվել են անորակ շենքեր, ու փոխանակ բացատրություն տան, գոնե արդարանան, հա, 10 հոգով հարձակվում են բացահայտողների վրա, թե դուք ով եղաք, որ մեր կոռուպցիան բացահայտեք, որ պետք լիներ, Նիկոլը կբացահայտեր։ Նիկոլն էլ որ դպրոց այցելում էր, կախիճը մնում էր ձեռքը, ուրեմն պետք էր, որ գնում էր, որ պետք լիներ, այդ մանկապարտեզներ կգնար։ Պատգամավորը հարց է տալիս, եթե Կոնջորյան Հայկը ՔՊ խմբակցության ղեկավարը չլիներ, այդ ազնիվ երես փոխանիկինը կդառնար Հայփոստի տնօրեն տասնյակ միլիոնների աշխատավարձով։ Ու հիմա նայեք ամեն մեկի ՔՊԱ-ական պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, մարզպետների, մյուսների, կինը, ամուսինը, ծնողները, զավակները, խնամի բարեկամ ընկերները ուր են աշխատում։ Այն համընդհանուր հայտարարագիրը, որ մտցրել են, Նիկոլն ասում էր, սա անում ենք, որ պաշտոնյաների զոքանչներին, քենիներին բերենք հայտարարագրման համակարգ։ Նախ անմտություն է, դա դուք շատ լավ գիտեք, ժողովրդին քաշքշելով նոր բան չեք իմանալու։ Կամ էլ այդ որ ասենք պարզեցիք ով ինչ ունի եւ ինչ է հետևում դրան։ Դատախազը Նիկոլի օգնականն է, հակակոռուպցիոնը ձերն է, քննչականը ձերն է, սաղ ձերն են։ Երևի իրենն էլ հարցնում եք, չէ, ասում է ջրում գնում եք, մինչև հակառակը չասի։ Կարդում եմ մամուլը։ Հովիկ Աղազարյանի խմբակցությունից հանելուց հետո որդիներին ազատել են տարբեր պաշտոններից։ Այդ որդիները Աղազարյանի ինչ էին հայտնվել այդ պաշտոններին, որովհետև ՔՊԱ-ական պատգամավոր հեր ունեին, որ մի ՔՊԱ-կանի հետևից ընկնեք 100 հարազատի կազատեք պետական կառավարման համակարգից, որովհետև սաղ իրենցով եք լցրել, Նիկոլի ազգուտակից սկսած, ու այնպես է, որ ում հանում եք, տեղը բերում եք մեկ այլ ՔՊԱ-կանի ու նրա շրջապատին։ Իդեպ շատ ուշագրավ է ՔՊԱ-կանների բախումը կոռուպցիոն թեմայով։ Այս մարդիկ ոչ թե բողոքում են կոռուպցիայի դեմ, այլ ՔՊԱ-կանների դանդաղ հարստացող մասը դժգոհություն է հայտնում, որ ՔՊԱ-կանների մի մասը շատ արագ է հարստանում։ Այնինչ իրենք բոլորը միասին են համարվում դավաճան, թալանչի, հողատու։ Բազմաթիվ լրատվականների հենց ՔՊԱ-կաններն են իրենց գործընկերների կոռուպցիոն գործարքների ունեցվածքի մասին բացահայտումներն անում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, իմ զգացողությամբ հանրության տրամադրությունը այնպիսին է, որ Հայաստանում այսօր մեծ ծավալի կոռուպցիա կա, մեծ ծավալի անարդարություններ կան, մեծ ծավալի ապօրինություններ կան։ Այո, տպավորությունները ճիշտ են, բայց իմ կարծիքով ու շատերի կարծիքով Նիկոլ Փաշինյանը
բոլորի կոռուպցիոն շքերթներից տեղյակ է եւ թույլատրում է, որ որոշները չափի մեջ, որոշները չափից դուրս հարստանան։ Դա դավաճանության պատասխանատվությունը կիսելու գինն է։ Տրամաբանությունը դա է հուշում, ու եթե որևէ մեկը բացահայտվում է, ուրեմն մտածում ենք, որ կամ չի լսել ինչ-որ բան անել-չանելը, կամ ինչ-որ բան կերել է միայնակ, չի կիսվել։ Կարճ ասած, կամ իշխանությունը փչացրել է հեղափոխականներին, կամ փչացած մտել են իշխանության մեջ։ Որքան էլ սրանք խոսեն նախկինում կոռուպցիայից, թալանից, իրենք վաղուց անգերազանցելի են։ Հարցազրույցում Քոչարյանն ասում է, որ այս ամբողջ կոռուպցիոն շքերթները բացահայտվելու են իշխանափոխությունից հետո եւ պետք է ժողովուրդը պոպկորն առնի ու նստի հետևի թե ինչպես ժողովրդի ծոցից դուրս եկած ազնիվ հեղափոխականների վրա ժողովրդի հաշվին շնորհք եկավ։ Վստահ եմ, որ կոռուպցիան այս մեծ ֆոնը կասկածները որ կան, ընդամենը չնչին մասն է։ Կարող է դաժե վաղը պարզվի, որ ասենք Անիֆի գործը, որը ներառում է տասնյակ միլիոնավոր դոլարներ, մի փուճուր մանկական խաղ է մյուսների համեմատ։